Տաճ ջան, ինչ բերեմ ուտես, հենց ավետ տան։ Ինչ կուզես։ Տատ։ Գտի հորդ։ Մեր հորը գտնել պետք չի։ Ինքը պետք է գար քո կողքին լիներ։ Ինքը չի գա։ Հիմա հաստատ չի գա։ Այսինքն։ Նորա ջան, գտի հորդ, որտեղից էլ ուզում լինի, անպայման գտի, թե չստիպված կլինեմ, ես գնամ մանգամ, ու ամեն հնարավոր անհնարին բան կանեմ, եթե պետք լինի տնից տուն կընկնեմ, ամբողջ քաղաքում ման կգամ ու կգտնեմ դրան։ Դրան։ Տատ, չասես, որ ոչ մի բան չի եղել։ Ես շատ լավ հասկանում եմ, ասա տեսնեմ ինչ ա եղել, ինչ ա արել։ Հոստացի, որ կգտնես։ Տատի, միջև չասես չեմ գտնելու։ Համբերությունս էլ չի հերիքում, խոսա, ասա։ Իրան կասեմ, իրա հետ կխոսամ, դու գտի իրան։ Լսեցիր։ Հիմա չես ասելու ինչ ա եղել։ Տատես պետքա խմես։ Չեմ ուզում։ Տատի, չեմ ուզում չկա։ Հերիքչի հիվանդանոցից սեն շուտ դուրս գրվեցիր, հիմա էլ դեղերը չես խմում։ Ես ոչ մի բան չեմ ուզում։ Տատի սենց չեղավ։ Տատ դու գիտես ես երեկ ոնց եմ վախեցել, երբ որ դու իմ աչքի առաջ վատացար, հա։ Գիտես տատի, հիմա ասացներդ ու արարքներդ վրաս ազդում եմ, մի արա տենց խնդրում եմ։ Գտի հորդ։ Ես դուրս եմ գալիս։ Տատ, հիմա քանի նորոն գնացել է, կարող է ինձ ասես հասկանամ, ինչ եղավ երեկ այդ շենքում, որ դու սենց ես վիճակում ես ընկել, հա? Որ դու սենց վատացել ես։ Ինչ ա եղել քեզ տատի։ Ինչ ա եղել, որ այսքան պապային ես փնտրում։ Ոչ մի բան։ Ես էլ հավատացի։ Էլիս, ուղղակի գտի հորդ։ Ես իրան շատ կարևոր բան ունեմ ասել, ուզում եմ խոսել հետը։ Ու սիրտս նեղվում ա, որ այսքան վատ եմ ու ինքը չի գալիս ինձ տեսնելու։ Իսկ ինձ ինչի ա թվում, որ դուք երեկ հիվանդանոցում խոսակցություն եք ունեցել։ Ու այդ խոսակցությունն է ազդել Բաբկենի վրա։ Մենք երեկ հիվանդանոցում չենք խոսել։ Ես շատ վատ էի, չէի կարողանում խոսել։ Տատի, ես քեզ շատ լավ եմ ճանաչում, հա։ Ու ես շատ լավ հասկանում եմ, որ քեզ ինչ-որ բան անհանգստացնում է։ Ու դրա արդյունքում ես դու սենց կտրուկ վատացել։ Արի դու ինձ ասա ինչ ա եղել։ Ես հասկանամ քեզ ոնց կարամ օգնեմ։ Ուղղակի գտի հորդ, զանգի, անընդհատ զանգի, մինչև կպատասխանի, ասա, որ շուտ գա։ Չես ասելու, հա, փաստորեն։ Բան չկա ասելու։ Պարզը։ Պապայից կիմանամ։
Դիմում ես պատրաստ այդ։ Լավ էլի նորո, քեզ երեխու պես է սպանում արդեն։ Այդ ջան, ես ոչ ժամանակ ունեմ, ոչ հավես։ Ասա թող հարագի մեջ այդ պայմանագիրը պատրաստած ստորագրեմ ու ես գնամ։ Նորը ուզում եմ հասկանամ հիմա այսքան բանից հետո ի՞նչն է պատճառը, որ դու Արշակի մոտ աշխատելուց քեզ վատ ես զգում։ Ի՞նչն է խնդիրը։ Ոնց որ անցյալի հետ կապված ամեն ինչ մոռացել ենք, դրել ենք մի կողմ։ Հեսա դու պատրաստում ես այդ մարդու քրոջ հետ կյանք կապել նորո։ Իմ մոտ արդեն տպավորություն է, որ դու քո որոշումների մեջ վստահ չես։ Չգիտես անցյալը վերջնականապես բաց ես թողել թե չէ։ Ինչ է հետդ կատարվում ախպեր։ Ես անցյալի հետ կապված խնդիր չունեմ։ Ուղղակի պետքա չխաբեիք այդքան բան։ Նորո այդ ժամանակ ձեր հարաբերությունները լավ չէին։ Քեզ էլ փող էր պետք, լավ հիշում ես։ Ես իմ այդ ստի համար չեմ փոշմանում։ Ու ես որպես ընկեր քո մասին մտածելով եմ այդ քայլին գնացել։ Նենց չի, չէ՞ ես քեզ միշտ խաբում եմ նորո։ Այսքան ժամանակ երբ է դեպք եղել ես ինչ-որ մի բան իմանամ ու քեզ չասեմ կամ խաբեմ։ Հարցը դու չես այդ ջան։ Ստեղ հարցը երևույթն է։ Հասկացի։ Եթե ես այսքան բանից հետո շարունակեմ ստեղ աշխատեմ, ես իմ գործը խղճով չեմ անելու, իսկ ես տենց չեմ ուզում լինի։ Ես առանց դիմումի էլ կարամ հենց հիմա գնամ, ինձ ոչ մի բան չի խանգարում, այսքան բանը ես քո համար եմ ասում, որ դու օրենքի հետ կապված խնդիրներ չունենաս, այդքան բան։ Լավ, դու գիտես։ Ես էլ ոչ մի բան չեմ ասում։ Ու ախպերական դու մի նեղացի։ Եթե ես հիմա չեմ նեղանում, դու ընդհանրապես նեղանալու տեղ չունես։ Բայց համար տատին ոնց է։ Այդքան էլ լավ չի։ Աշխատանքից հետո գնամ տեսնեմ։ Լավ, բայց դու ասա թող այդ պայմանագիրը պատրաստեն։ Օրվա ընթացքում երբ լինի պատրաստ, ասա ես գամ ստորագրեմ, լավ։ Ախպեր լավ ես, ինչ անհամբեր ես դու։ Մի րոպե ավել չես ուզում ստեղ մնաս նորո։ Չէ, այդ ջան, չեմ ուզում։ Նորո։ Մագդա, այս դու աշխատանքի ես։ Հա մի քանի գծագրեր ունեի անելու, ասեցի գամ։ Իսկ կլինի մի քիչ հետո անես, ես ուզում եմ մի քիչ քայլենք։ Հա, խնդիր չկա։ Հա, այդ ճիշտ է, տես մոռացել էի։ Այս քո աղբորը օֆիսն է, չէ՞, դու ընդհանրապես խնդրի խնդրեմ չունես։ Նորո հասկանում եմ, որ կռիվ չես ուզում անես, բայց ինձ նեղացած խոսալն էլ ճիշտ չի։ Դու չգիտես, որ ես տենց սովորություն չունեմ։ Հա, բայց զգում եմ, որ դու մի տեսակ ես։ Դե որ մի քիչ էլ շարունակես տենց անմեղ հայացքով նայել, էլի կդառնամ առաջվա նորն։ Դե ուրեմն այսօր ամբողջ օրը քեզ սենց եմ, հա նայելու։ Գնացինք։ Դե պատասխանի բաբկեն։ Ինչի ես զանգել։ Իսկ կարող ես սկզբի համար բարևից սկսեինք։ Չէ, դու ավելի լավ է հարցիս պատասխանի։ Զանգել եմ իմանամ տեղ գտար մնալու, թե չէ։ Էլիս ձեր տնից 2 օր առաջ եմ դուրս եկել, դու նոր ես հիշում, հա իմ մասին, նոր ես անհանգստանում։ Չէ, գիտես, ուղղակի մտածում էի կարող ես սխալդ հասկանաս ու զանգես։ Բայց չէ, ոնց կարող ես դու ընդունես, որ դու սխալ ես։ Որովհետև ես քո նման միամիտ չեմ։ Քո նման միամիտ չեմ, որ թույլ տամ ինձ սխալ հանեն ու հետո ես ներողություն խնդրեմ։ Հասմիկ չմտածես զանգել եմ, որ հաշտվենք։ Ուղղակի ոնց որ մարդ խղճից չէր նստել։ Այդ խիղճը Արշակի ու Մագդայի համար պահի։ Ու թող քեզ չհետաքրքրի ես ուր եմ ու որտեղ եմ։ Փոխանակ շնորհակալություն հայտնի, որ այսքանից հետո մի հատ էլ ես եմ իրան զանգում, մունաթ է գալիս։ Ես ոնց քեզ հավատացի, Հասմիկ, ոնց։ Նոր Էդոն ասեց, որ տատիկիդ արդեն դուրս են գրել, բայց վտանգավոր չի։ Դե բժիշկի հետ կապի մեջ եմ, դեղերը տալիս ենք։ Հույս ունեմ, որ չի վատանա։ Դե պետքա լավ ուշադիր լինեք։
Էլիզը կողքից տեղ չի գնում, շատ ուշադիր է։ Գիտեմ, Էլիզը տատիկիդ հետ շատ կապված է։ Մենակ Էլիզը չէ։ Մենք երեքս էլ շատ կապված ենք։ Որ տատիկի մի մազը ծռվում է, մենք մեզ կորստում ենք։ Գիտես, չէ, այտենց ես եմ Արշակի հետ կապված, որովհետև աչքերս ինչ բացել եմ, մենակ Արշակին եմ տեսել։ Մագդա, երբ որ այս խառը շրջանը անցավ, մենք շատ շուտ պետք է հարսանիքը կազմակերպենք։ Նենց որ դու սկսի մտածել։ Նորը դու հիմա լուրջ ես խոսում։ Հա, տատիկին կտանեմ ստուգման, եթե հասկանամ ամեն ինչ նորմալ է, շատ ալագի մեջ հարսանիքի կազմակերպելու ենք։ Նորը ես լիքը անելու բան ունեմ։ Դե բաներ ում էի սպասում։ Չգիտեմ, նորը չեմ հասցնի, արի թողնենք մյուս ամիս էլի։ Չէ, ես համաձայն չեմ։ Կարողա չմոռանանք, որ այդ հարսանիքի գլխավոր դերերից մեկը իմն է։ Իսկ մենք քանի անգամ ենք քննարկել այս թեման։ Քանի անգամ, Մագդա, կարամ իմանամ ինչի համար ոչ մի բան չես արել, ինչի ես թամբալություն արել։ Ու դեռ թամբալի ես եմ։ Լավ, կռիվ մի արա։ Չէ, ասածդ պարզաբանի հասկանամ։ Հաստատ։ Հա։ Նորո ինչ ես անում, ամոթա, նորո իջացրա։ Նորո թող։ Նայ։ Ճիշտ է։ Դու սկյուրիկի նման ես, բայց իրաց նման զգոն ու հալագաշարժ չես, ու չես հասկանում երբ հապեց զգուշանալ։ Իսկ դու չես մտածել, որ ես ուղղակի քո կողքը չեմ ուզում զգուշանալ։ Նորո ես իրոք չեմ հասկանում, դու ինչ ես արել, որ ես քեզ այսքան շատ եմ սիրում։ Ու չեմ պատկերացնում իմ կյանքը առանց քեզ այսքան ժամանակ ոնց է անցել։ Ալո, Լանա, ոնց ես, ինչ ես անում։ լավ եմ։ Փորձում եի ինձ աշխատանք գտնել, բայց ոնց որ չի ստացվում։ Այսինքն, Լանա, դու ինչ-որ բանի կարիք ունես։ Կամ էլ մի րոպե սպասի, ես հենց հիմա քեզ գումար կփոխանցեմ։ Չէ, հո դու ամբողջ կյանքս իմ կարիքները չես հոգալու։ Հա, բայց որ քեզ օգնեմ, ես ինձ լավ կզգամ։ Արշակ, դու ինձ համար արդեն շատ բան ես արել։ Ուղղակի ոնց հասկանում եմ, Հայաստանում աշխատանք գտնելը շատ բարդ բան է։ Այսօր մի քանի խանութ մտա, բայց պայմաններն այդքան էլ լավը չէին, չհամաձայնեցի։ Չհասկացա, ուզում ես խանութում աշխատես։ Լանա, դու հայոց լեզվի մասնագետ ես, դու Մոսկվայում ես, չէ՞ աշխատել դպրոցում։ Հա, բայց Հայաստանում երբեք չեմ աշխատել։ Ինձ այստեղ առանց փորձի ով գործի կվերցնի։ Լսի, իմ մոտ ընկերը դպրոցի տնօրեն է։ Մի բան կանենք, որ քո մասնագիտությամբ կաշխատես։ Լավ էլի Արշակ։ Լանա, ընդամենը ուզում եմ օգնեմ, որ աշխատանք ունենաս։ Ու ունես աշխատանք, որ դու դրանից ավելի ուրախ լինես։ Դու սպասի ինձ, ես քեզ կզանգեմ, լավ։ Արև բալես պատրաստվի 2 րոպեից դուրս են գալի։ Նայ չուշանանք։ Մագդա, ես ճիշտ եմ, չէ՞ հասկացել։ Ինչքան հարսանյաց շոր փորձել ես, չես հավանել, չէ՞։ Դե վերջնական որոշում չեմ կայացրել։ Դե գնացինք։ Նորո չէ, ես Արևի հետ հետո կգնամ։ Մագդա, մենակ չասես, որ դու այն տատական խոսքերին հավատում ես, որ փեսացուն հարսին պետքա հարսի շորով չտեսնի միջև հարսանիքը։ Նորը որ հավատայի, այն օրը հաստատ քեզ չի ուղարկի։ Դե բա էլ ինչ կա, քանի ստեղ ենք արի գնանք գոնե այդ անենք, այդ առաջ գցենք, ես իմ համար եմ ասում, իմ ապահովության համար, որ հետո չասես չեմ հասցրել։ Մագդա աղջիկ, տես, Արսենյաց Հակոստի խանութի դիմաց կանգնած ենք, ու դու էլի ալարում ես, բա որ ասում եմ թամբալ ես չես հավատում։ Վայ նորո լավ, հա ասածը տա, գնացինք արի։
ձեզ։ Բարև ձեզ։ Ձեր մոտի ամենագեղեցիկ հարսի շորը մեզ ցույց կտաք։ Բայց նենց որ ինձ սազի։ Դուք շատ գեղեցիկ եք, այնպես որ մեր բոլոր մոդելները ձեզ կսազեն։ Մագդա աղջիկ տեսնում ես ճաշակս ոնց են գնահատում։ Այ նորո։ Ջոն։ Տատ, գլուխս մի քիչ ցավում է, ուզում եմ մի կես ժամ քնեմ։ Եթե հանկարծ պետք լինեմ, կկանչես, լավ։ Լավ, բալես։ Լավ, գնա քնի։ Բայց դու հաստատ լավ ես։ Ուզես չգնամ քնեմ, մնամ կողքդ։ Չէ, ես շատ լավ եմ։ Բաներ եղավ անցավ։ Ինչ եք կենտրոնացել դրա վրա։ Հո ես հիվանդ չեմ, որ այդքան խնամում եք։ Լավ, բայց եթե հանկարծ Հասկացա։ Գնա։ Այս դպրոցն էլ Անա։ Հենց հիմա այնտեղ հայոց լեզվի մասնագետի կարիք կա։ Դե լավ էլի Արշակ։ Էնպիսի տպավորություն է ստեղծում, ոնց որ դու չես զանգել ասել։ Կլինի դու հանգիստ գնաս, կամ եթե ուզում ես միասին կգնանք։ Չէ, ես քո ներկայությունից կլարվեմ, չէ։ Լավ։ Արշակ, դու իրանց զգուշացրել ես, որ ես այստեղ չեմ աշխատել։ Արի սենց անենք։ Դու գնա իրանց հետ խոսա, որ վաղը նորմալ գնաս աշխատանքի։ Իսկ ես քեզ ստեղ կսպասեմ։ Չէ, գնա էլի։ Ես ուզում եմ մի քիչ երկար մնամ, ուզում եմ ինտեգրվեմ իրանց։ Խնդրում եմ։ Այստեղ մենք իրար նման ենք։ Լավ, գնա։ Կզանգեմ։ Մագդա, ինչ ես անում, ցավը տանեմ, կես ժամա ներսում ես, դու հիմա հարսի շոր ես ակնում, թե դու ես կարում այդ շորը։ Նորո, այս շորը իմ քաշից ծանր է, դժվար է փորձելը։ Կանչեմ օգնեն։ Չէ, լավ է, վերջացնում եմ արդեն։ Մի րոպե։ Մագդա, ինչ ես անում։ Նորո, ես քեզանից ամաչում եմ։ Ով ես արդեն ներվերիցս կլացեմ։ Չես աղջիկը դրով գիժվել է։ Մագդա ջան, այդ շորը դու իմ համար ես ընտրում, իմ համար ես հագնում, ցավը տանեմ, ի՞նչ է նշանակում ամաչում եմ, մի րոպե։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ում եք ուզում։ Բաբկենին, ու չասեք, որ ինքը տոնը չի։ Պետք է ասեմ, որովհետև ինքը այստեղ չի ապրում։ Այսինքն, ես եմ այն օրը խոսալով հետ է եկել միջև շենք, տան տեղն էլ հասցնել ասել է։ Էլի եմ ասում։ Ինքը այստեղ չի ապրել ու չի ապրում։ Ես էլ եմ իրան փնտրում, որ գտնեք, կասեք սպասում եմ։ Մայրիկ ջան, ինձ ահագին փող է պարտք, ասելա որ կտա։ Այդ իմ խնդիրը չի։ Էս իրա տունը չի։ Չէ, էս իրա տունը չի։ Էս իմ ու իմ թոռների տունն է։
Այդ ձեր ընտանեկան պատմությունները ինձ չի հետաքրքրում։ Ասելա որ տունը ծախելի է, փողը ստա։ Ինչ։ Հենց որ սպասում եմ, տունը վաճառեք, ես առանձին փողի հետ չեմ գնալու, ես մի քանի օրով եմ եկել Հայաստան։ Այս տունը չի վաճառվելու։ Դե այդ արդեն ձեր խնդիրն է, իրար հետ որոշեք։ Մագդա, այն շորը, որ հավանում է, ինչի չփորձեցիր։ Որովհետև նենց էիր, նայում արդեն ամաչում էիր։ Նորը դու ինչ շեղում ես, ես առանձին կգամ կփորձեմ։ Այ քեզ բան, ես չգիտեի, որ դու այսքան ամաչ կոտես։ Վայ Նորո, դու դեռ այնքան բանի մասին չգիտես։ Լավ արի գնանք, դու էլ տատիկիդ մոտ գնա։ Գնացիք։ Արշակ, ես հենց նոր դուրս եկա տնօրենի մոտից, շատ լավ մարդ էր, ասեց, որ մի քանի վերապատրաստումներ պիտի անցնեմ դասերի հետ զուգահեռ ու վերջ։ Դա այդ քո համար խնդիր չի, չէ։ Չէ, իհարկե չէ, լավ հիմա պիտի գնամ ծրագրերի հետ ծանոթանամ, հետո կխոսենք, հա։ Լավ։ Արշակ, շատ շնորհակալ եմ քեզ, ոնց որ մեջս նոր կյանք արթնացած լինի։ Ուրախ եմ, որ տրամադրությունը փոխվեց։ Տղա ջան, նորից եմ ասում, այս տունը չի վաճառվելու, այս տունը Իրանը չի, որ վաճառի, այնպես որ հույսեր մի պայպայի։ Հիմա ուզում եք ասեք ձեր տղան խափում, հա։ Նորից եմ ասում, այս տունը չի վաճառվելու, այս տան վրա ոչ ոք աչք թող չունենա, բոլոր հարցերդ գնա բաբկենին գտի ու իրան տուր, այս տունը իմ թոռների տունն է, գնա տղա ջան, գնա ու այլ այստեղ չգաս, գնա խնդրում։ Կապիկ, լավ չես դդ, դատ։ Դատի։ Մագդա, չեմ հասկանում։ Երեկվանից խուսափում ես ինձնից, ինչ ա եղել։ Մի րոպե։ Արի նստի։ Ինչ ա եղել։ Չգիտեմ։ Ինչ ա նշանակում, չգիտեմ, կասես ինձ։ Անիմաստ է խոսալը։ Մեկա դու ինչ ճիշտը չես ասելու։ Իսկ կարող ասես ինչ նկատի ունես, ինչ ճիշտ։ Այն ճիշտը, որ երեք չգիտեմ ում ասում էիր, որ ես արդեն պետք է ամեն ինչ իմանամ։ Տատի լավ ես։ Ինչ ա եղել ապեր, ով ես դու։ Հա։ Նորո ջան։ Բնակարանն է շփոթել, տատիկից էլ մի բաժակ ջուր խնդրեցի։ Ես արդեն գնամ, շնորհակալություն։ Տատի լավ չես։ Հա։ Էս ինչ ձայներ էին։ Էլիս,
Դու տանն ես, որ տատին խնամ ես, թե որ գնաս քնես քո համար։ Հանգստացի Նորա ջան, երեխան իրան վատ էր զգում։ Վայ հիմա չեք ասելու ինչ ա եղել։ Ոչ մի բան էլիս։ Ինչի՞ ած ես թվում, որ պարտադիր ինչ-որ մի բան պետք է լինի։ Կասես ինչա կատարվում։ Ես ինչ պետք է իմանամ, մեր մեջ ինչ գաղտնիք կա։ Իսկ դու երբ այնց ես սկսել լսել ուրիշի խոսակցությունները։ Ես պատահական եմ լսել։ Հա Մագդա, հա, ես քեզ կարևոր բան ունեմ ասելու, շատ կարևոր։ Բայց Էլ ինչ բայց Արշակ, կասես ինչ բայց։ Այսքան ժամանակ ինձ մի բան ես սովորացրել։ Ասել ես, որ եթե ուզում ես ինչ-որ մարդու բան ասես, ուրեմն պետքա կանգնես, նայես աչքերին ու ասես։ Բայց դու չգիտեմ ում հետ իմ կյանքն ես քննարկում։ Ավելի լավ չի գաս մի անգամից ինձ ասես։ Լավ, կասես ում հետ էիր խոսում, ում հետ էիր իմ կյանքը քննարկում։ Ես հասկացել եմ, որ այդ Լանան էր։ Չէ, ես ոչ մի անուն չեմ լսել։ Ուղղակի իմ ներքին ձայնը ինձ հուշում է, որ դու Լանայի հետ էիր խոսում։ Կարող է Կարենը ճիշտ էր ասում։ Ես ու Լանան իրար հետ ինչ-որ կապ ունենք։ Հա Արշակ։ չէ Մագդա, Լանան կապ չունի ու հերիք այդ կնոջը հիշես։ Իսկ ինչի այնց թվում, որ կապ ունի։ Այդ քեզ ուղակի թվում է։ Դե ասա ուրեմն, ասա տեսնեմ ինչ էիր ուզում ինձ ասեիր։ Մագդա, ես ուղղակի խոսում եմ մեր Ամերիկայի բիզնեսների մասին։ Ես ուզում եմ այդ բիզնեսները վաճառեմ, այդ թվում նաև քո խանութը։ Ու դու ուզում ես քեզ հավատամ։ Այսքան ժամանակ տանջվում էիր, չգիտեիր ոնց ասեիր, որ ես ասես։ Արշակ ավելի լավա ոչ մի բան չասես, քան սենց խաբես։ Ես այս կյանքում բոլորի սուտը կտանեմ, բոլորի ասածը կուլ կտամ, բայց երբ որ այդ դու ես անում, ես դրանից ուղակի կոտրվում եմ։ Եթե դու էլ ինձ սկսես խաբես, կասես ես ոնց պետք է այս կյանքից արդարություն պահանջեմ։ Ասա ժամանակը չի, ասա չես ուզում ասես, բայց մի խաբի ինձ։ Դու էդ ես ուզում։ Դու ուզում ես, որ ես այս կյանքից հիասթափվեմ, որ էլ ոչ մի բանի չհավատամ։ Մագդա, կներես ինձ։ Խնդրում եմ քեզ, կներես ինձ։ Չկարողացա, նորից համարձակությունս չէր քեզ։ Մագդա, ինչի ես լացում։ Չէ, արև չեմ լացում։ Ոնց չես լացում, տեսնում եմ Մագդա։ Կարող է նորոնո նեղացրել։ Զանգ եմ աղբորս վրա առաջին անգամ խոսամ։ Չէ, արև ջան, ինձ նորոն չի նեղացրել։ Բա ինչի ես լացում։ Դու ինչ-որ բան ես ինձ չէ ուզում ասես, դրա համար ես եկել։ Ասա տեսնեմ ինչ ա եղել։ Մագդա, կարող է զանգեմ Էլիզին ասեմ գա։ Բայց Էդոն տունը չի, հետո որ գան հոստեղ չեն խոսալու իրար հետ։ Ով ասեց։ Լսի, պապան հեսա դուրս է գալիս։ Ես էլ արդեն Էդոյին զանգել եմ։ Կես ժամից հասնում է։ Բայց նորոն էլ տուն պետքա գնար։ Ասեց երեկոյան է գնալու։ Մի քիչ հոգնած է հիմա։ Լսի, լավ բան եմ մտածել։ Գիտեմ ինչ ենք անելու։ Բա ինձ չես ուզում ասես ինչ ես մտածել։ Հա, արևս։ Էլիզ ինչ ես անում։ Մաքրություն էի անում։ Դու։ Էլիզ, այսօր կգաս մեր տուն, շատ եմ խնդրում։ Ձեր տուն։ Հա։ Արևս, կուզես գամ դուրս արի միտեղ գնանք, հա միասին։ Հիմա ասա, որ քեզ լավ չես զգում։ Էլիզ, ինձ մի քիչ վատ եմ զգում։ Պապան ասել է տանը մնամ։
Ինչի արև, որտեղ դա ցավում։ Փորս էլիս, փորս ացավում։ Երևի էլի մրսել եմ։ Կգաս, խնդրում եմ արի։ Համել են թե կպատրաստես, որ մամայից ես սովորել։ Հաստատ կլավանամ։ Հա, հենց հիմա գալիս եմ։ Ստացվեց։ Մնում է հիմա այս մտածածդ կարողանանք անենք արև։ Կկարողանանք հաստատ։ Ինչի մեզ ինչ ա եղել որ։ Բայց դու ինչի ես այսքան վստահ։ Դե լավ բան անելուց պետքա վստահ լինել։ Որ ստացվի։ Արև ինձ կլինի մի հատ դու քո տարիքը հիշացնես։ Ինչի չես հիշում Մագդա։ Չէ, հիշում եմ, ուղղակի որ դու ես քո փիլիսոփայական մտքերը ասում ես, ես մեկ-մեկ կասկածում եմ։ Դե պապան է միշտ տենց խոսում, ես էլ սովորել եմ։ Բարև ձեզ։ Մեր նոր հայոց լեզվի մասնակետը դուք եք, չէ՞։ Ինձ ասացին, որ այս ծրագրերը ձեզ փոխանցեմ։ Բարև ձեզ, հա։ Ես եմ։ Շնորհակալ եմ։